Բարև ձեզ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից բավականին լուրջ մակարդակով ունի հավաստիացում, որ Թրամփի ուղին շարունակում է Վաշինգտոնի համար լինել առաջնահերթություն։ Այս հայտարարությունը թերևս միտված է Փաշինյանին դուրս բերել այն փոքր, բայց նկատելի անհարմար վիճակից, որում հայտնվեց իր նախորդ հայտարարության եւ իհարկե նաեւ, ինչը ուշագրավ է, պետական լրատվական գործակալության աշխատանքի բերումով։ Մի քանի շաբաթ առաջ Փաշինյանը հայտարարեց, թե Իրանի պատերազմի հետևանքով Թրամփի ուղին Միացյալ Նահանգների համար դադարել է լինել առաջնահերթություն։ Դրանից կարճ ժամանակ անց Armenpress պետական լրատվական գործակալությունը հարցում է ուղղել պետքարտուղարություն Թրամփի ուղու վերաբերյալ եւ պետքարտուղարության խոսնակը հայտարարել էր, թե Վաշինգտոնի համար այդ ծրագիրը շարունակում է լինել առաջնահերթություն։ Ակնհայտ է հակասությունը Փաշինյանի հայտարարության հետ։ Ինչի հիման վրա էր Փաշինյանն արել այդ հայտարարությունը, նա չէր մանրամասնել, բայց հայտարարությունը եղել էր հստակ, որ Թրամփի ուղին դադարել է նահանգների համար լինել առաջնահերթություն։ Եվ հակառակ ժամանակ անց պետական լրատվական գործակալությունը հարցում է ուղարկում պետքարտուղարություն, որին ի պատասխան ստացվում է, որ իրենց համար այդ ծրագիրը առաջնահերթություն է։ Եվ հիմա Փաշինյանը հայտարարում է, թե Միացյալ Նահանգներից ունի լուրջ մակարդակով հավաստիացում, որ Թրամփի ուղին Վաշինգտոնի համար առաջնահերթություն է։ Այն, որ Վաշինգտոնի համար սա առաջնահերթություն է, կարծում եմ պարզ է, որովհետև պարապությունից չէ, որ Թրամփը եւ նրա վարչակազմը անդրադարձան թեմային եւ բերեցին իրավիճակը օգոստոսի 8-ի համաձայնության, որը իրականում համաձայնություն է ավելի շատ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հայաստանն այստեղ ցավոք սրտի ֆորմալ մասնակից կողմ է, որովհետեւ Նահանգներ Ադրբեջան համաձայնությունը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Նաեւ Հայաստանի տարածքին, որովհետեւ չի սահմանափակվում միայն այդ հարցերով։ Թրամփի ուղին Վաշինգտոնի համար առաջնահերթություն է, բայց ինչպիսին է այդ առաջնահերթությունը, սա է կարևորը պարզել կամ հասկանալ։ Ես առիթ ունեցել եմ անդրադառնալ Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության թարմացված ռազմավարության հրապարակմանը, որ եղավ նախորդ տարի դեկտեմբերին, եւ որում Կովկասի մասին չկա ոչ մի խոսք, որպես ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ուղղություն։ 3 տասնյակ էջի հասնող փաստաթղթում ոչ մի անդրադարձ չկա Կովկասին։ Հետևաբար սրանով կարելի է ինքնին գնահատել, թե ինչ նշանակություն ունի Թրամփի ուղին ամերիկյան վարչակազմի համար։ Հայաստանում շատ է խոսվում տնտեսական նշանակության մասին։ Այն տպավորությունն է փորձ արվում ստեղծել, թե Միացյալ Նահանգների համար սա շատ կարևոր տնտեսական մի ծրագիր է։ Գործնականում, երբ չափում ենք Միացյալ Նահանգների տնտեսությունը, դրա համաշխարհային մասշտաբը, ընդգրկումը, եւ չափում ենք Թրամփի ուղին բեռնափոխադրումների իր ներուժով, ապա հասկանալի է դառնում, որ խոսքը ընդամենը օվկիանոսի եւ կաթիլի մասին է։ Եվ որքանով է արդեն հիմնավոր դառնում կաթիլի մեծ նշանակություն ներկայացնել այդ օվկիանոսի մասշտաբի ֆոնին։ Պարզ է, որ այստեղ չափազանցություն է, որի նպատակը ընդամենը Հայաստանի հասարակության ցանկությունների վրա քաղաքական միավորներ վաստակելն է կամ հավաքելը ընտրության շեմին։ Քաղաքական նշանակության առումով եւս Թրամփի ուղին պետք չէ գերագնահատել Միացյալ Նահանգների տեսանկյունից։ Թրամփի ուղին ունի առաջնահերթային մեկ իմաստ՝ խանգարել Չինաստան, Եվրամիություն, միջին միջանցքի ձևավորմանը եւ առևտրային կայուն սխեմայի ձևավորմանը։ Այդտեղ ապահովել արգելապատնեշի իրավունք Միացյալ Նահանգների համար, ապահովել արգելապատնեշի վերահսկողություն։ Եվ սա է առաջնահերթությունը։ Ըստ այդմ ֆիզիկական կառուցման կամ գործունեության իմաստով Թրամփի ուղին թերևս առաջնահերթ չէ Վաշինգտոնի համար։ Կարևորը ձեռք է բերվել Վաշինգտոնի իրավունքը։ Եվ այս տեսանկյունից անգամ Իրանի հարցում, իրանյան ռազմավարության տեսանկյունից հայաստանյան այս 40 կիլոմետրը մեղմ ասած էական նշանակություն չունի Վաշինգտոնի համար։ Եվ ընդ որում Իրանի դեմ պատերազմը նաև ցույց տվեց դա։ Այո, նահանգները դեմ չի լինի օգտագործել, եթե դրա անհրաժեշտությունը լինի, բայց ինքնին որպես նպատակ Իրանի դեմ ռազմավարության տեսանկյունից անգամ Թրամփի ուղին այդպիսին չէ անկասկած։ Եվ գլխավոր խնդիրը Չինաստան, Եվրոպա
նոր սխեմատիկ գործակցության ճանապարհին ամերիկյան արգելապատնեշի առկայությունն է։ Այս տեսանկյունից ձեռք է բերվել իրավունքը։ Հաղորդուղին կաշխատի թե ոչ, նահանգների համար չունի էական նշանակություն, բայց դա էական նշանակություն կարող է ունենալ հենց նահանգներ Ադրբեջան պայմանավորվածության տեսանկյունից, որի առնչությամբ Թրամփի ուղին, այլ կերպ ասած Հայաստանի տարածքը, եղել է Վաշինգտոնի խայծը կամ կարկանդակը Ադրբեջանին տնտեսաքաղաքական առավել ընդգրկուն եւ խորացող գործակցության հեռանկար կառուցելու համար։ Եվ սա շատ ակնհայտ էր Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի ռեգիոն կատարած այցից Երևան եւ Բաքու, երբ համեմատում ենք Երևանում եւ Բաքվում նրա արած հայտարարությունները։ Դրանցից ակնհայտ էր, որ Վենսի համար Հայաստանը եղել է ընդամենը դեպի Ադրբեջան տանող ճանապարհ, փոխաբերական իմաստով կարկանդակը կամ խայծը Բաքվի համար, թեպետ խայծը այստեղ գուցե շատ պատկերավոր եւ չափազանցված է, որովհետեւ Ադրբեջանը ստացել է այն, ինչ ինքը պահանջում էր Հայաստանից՝ անխոչնդոտ ճանապարհ։ Ադրբեջանը մեծ հաշվով ստացել է կարևոր փաստարկ եւ այստեղ հենց այս հանգամանքն է չափազանց մեծ ուշադրության արժանի։ Ինչ խնդիր է լուծել Բաքուն։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի փոխարեն ստացել է Կովկասյան կամ նվազագույնը հայ-ադրբեջանական ստատուս քվոյի նոր փաստաթուղթ, որտեղ ի տարբերություն նոյեմբերի 9-ի փաստաթղթի բացարձակապես չկա ադրբեջանական ոչ մի պարտավորություն եւ պատասխանատվություն եւ փոխարենը թողնված է միայն Հայաստանի պարտավորությունների եւ պատասխանատվության շրջանակ, փաթեթավորված հենց անխոչնդոտ ճանապարհով, որը դե ֆակտո միջանցք է Ադրբեջանին տրամադրված պարզապես Միացյալ Նահանգների անունով ձևակերպումներով։ Սա է ամբողջը, եւ սա չափազանց կարևոր եւ ուշադրության արժանի հանգամանք է, որովհետեւ այս տեսանկյունից հասկանալի է Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ պայմանավորվածության համատեքստում է նայելու Թրամփի ուղուն։ Եվ սա Ադրբեջանի համար իսկապես ոչ միայն լրացուցիչ եւ նոր փաստաթղթային փաստարկ է ստատուս քվոյի իմաստով նոյեմբերի 9-ի ռեժիմի համեմատ, այլ գործնականում նաև փաստարկ է ընդհանրապես Թրամփի ուղու նկատմամբ, այդ այսպես ասած գաղափարի նկատմամբ, այլ կերպ ասած Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ անխոչնդոտ ճանապարհով եւ դե ֆակտո միջանցքով հաղորդակցվելու այդ գաղափարի նկատմամբ։ Եվ այստեղ օգոստոսի 8-ի համաձայնագիրը շատ ավելի նեղացրել եւ սահմանափակել է Հայաստանի իրավունքներն ու հնարավորությունները։ Այս մասին իհարկե գրեթե չի խոսվում կամ խոսվում է քարոզչական նարատիվների տեսանկյունից, այսինքն մարդիկ, որոնք նոյեմբերի 9-ի անհամեմատ առավել նպաստավոր եւ շահեկան փաստաթուղթը պախարակում էին, այդ թվում նաեւ հենց ճանապարհի իմաստով, այսօր գովաբանում են Թրամփի ուղին։ Այն դեպքում, երբ Թրամփի ուղին շատ ավելի նեղ հնարավորություններով եւ իրավունքներով Հայաստանի համար փաստաթուղթ է եւ շատ ավելի լայն Ադրբեջանի համար, որովհետեւ օրինակ ի տարբերություն նոյեմբերի 9-ի փաստաթղթի այստեղ չկա բացարձակապես որևէ անդրադարձ Արցախյան հարցին, անգամ հումանիտար մակարդակով։ Որևէ պարտավորություն Ադրբեջանի համար եւ ավելին զուտ ճանապարհի մասին ձևակերպումների իմաստով նոյեմբերի 9-ի փաստաթղթի այդ 9-րդ կետում խոսվում էր ընդհանրապես ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման մասին, օգոստոսի 8-ի այդ եռակողմ փաստաթղթով խոսվում է միայն Թրամփի ուղու մասին։ Նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետով խոսվում էր Ադրբեջանին անխոչնդոտ փոխադրումների հնարավորություն տալու մասին, իսկ օգոստոսի 8-ով անխոչնդոտ ճանապարհ տրամադրելու մասին, որովհետև անխոչնդոտ ճանապարհը եւ անխոչնդոտ փոխադրումները դրանք տարբեր ռեժիմներ են։ Մեկը վերաբերում է ճանապարհով փոխադրումների ռեժիմին, որը կարելի է կարգավորել տարբեր ժամանակացույցերով, եւ մյուսը վերաբերում է ճանապարհին ընդհանրապես։ Տրվել է անխոչնդոտ ճանապարհ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոսվում էր փոխադրումների անխոչնդոտ ռեժիմի մասին։ Սրանք էական տարբերություններ են դիվանագիտական փաստաթղթերում, որոնցում ամեն բառ եւ անգամ որևէ կետ ունի շատ կարեւոր իմաստային նշանակություն հետագա դիվանագիտական աշխատանքի եւ քննարկումների տեսանկյունից։
Ահա այս համեմատության մեջ երբ նայում ենք, տեսնում ենք, որ օգոստոսի 8-ի փաստաթղթով Ադրբեջանը ազատվեց իր պարտավորություններից եւ հավելյալ ավելի սեղմ, ավելի նեղացած պարտավորությունների եւ իրողությունների առաջ դրեց Հայաստանին։ Եվ սա Ադրբեջանի ձեռքին փաստարկ է լինելու ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմաքաղաքական իմաստով, որովհետեւ կախված Կովկասի շուրջ իրավիճակից, կախված ռեգիոնալ անվտանգության ռեժիմներից, Ադրբեջանը թափահարելու է այդ իրավունքը Թրամփի ուղու վերաբերյալ արդեն անկախ Միացյալ Նահանգների անմիջական մոտիվացիայից։ Եվ քանի որ նահանգների համար այս ուղին եղել է ընդամենը դեպի Ադրբեջան համաձայնությունների միջոց, նահանգները Ադրբեջանի այդ թափահարող փաստարկի հանդեպ լինելու է միանգամայն լոյալ։ Իսկ այդ փաստարկի թափահարումը բնականաբար կախված է լինելու, թե ինչ աշխարհաքաղաքական պրոցեսներ կծավալվեն Կովկասի շուրջ, այդ թվում նաև վերը նշածս Չինաստան-Եվրոպա հարաբերությունների սխեմայի իմաստով, որովհետև մենք տեսնում ենք, որ Եվրոպայի եւ Չինաստանի համար չափազանց կարևոր է դառնում նոր առևտրային համաձայնությունների մեխանիկան։ Այստեղ միջին միջանցքը ունի մեծ նշանակություն, եթե հաշվի առնենք, որ հյուսիսային մասում Ռուսաստանի թերևս անշրջելիորեն փակված ուղությունն է, համենայն դեպս շատ երկար ռազմավարական համատեքստով, իսկ հարավային մասում մենք տեսնում ենք, որ պարզապես բռնկված հրդեհը ունի տարածվելու միտումներ։ Ինչ պատմություն է Հորմուզի նեղուցի պատմությունը, դարձյալ զգալիորեն Չինաստան-Եվրոպա հաղորդակցության պատմություն, այդ թվում նաև իրանյան ցամաքային գոտու իմաստով։ Ինչ պատմություն է լինելու ավելի ներքև, Ծոց, Մերձավոր Արևելյան հարավային գոտի, Կարմիր ծով, Բաբել-Մանդեբի նեղուց, այս ամենը առևտրային ծովային ուղիների վերահսկողության մասին է, որտեղ մենք տեսնում ենք նահանգները դրել է չափազանց մեծ խաղադրույք։ Ավելին, այս ամենը տարածվելու է նաև դեպի Հեռավոր Ասիա։ Այս շրջանում բավականին հետաքրքիր զարգացումներ են ծավալվում Ինդոնեզիայի շուրջ։ Սինգապուրի եւ Մալայզիայի շուրջ եւս կսպասվեն էական զարգացումներ, որովհետեւ այդ հատվածով, այդ գոտիներով նույնպես անցնում են չինական գոտին, ծովափնյա գոտին, Հնդկական օվկիանոսի հետ կապող կարևոր նեղուցներ։ Այս ամենը համաշխարհային լոգիստիկայի շուրջ աշխարհաքաղաքական եւ աշխարհակարգային գլոբալ պայքարի մաս է, որտեղ դարձյալ նշեմ, չափազանց կարևոր թիրախային ուղղություններից մեկը Միացյալ Նահանգների տեսանկյունից Չինաստան-Եվրոպա կապը արգելափակելն է կամ վերահսկելը, իսկ բնականաբար Չինաստանի ու Եվրոպայի համար այդ կապը հաստատելը։ Եվ այդ կապի առանցքային ուղղություն դիտվում է միջին միջանցքը, ինչի մասին թե Պեկինը, թե նաև Միացյալ Նահանգները դեռ դեմոկրատների ժամանակ, որոնք սերտ գործակցում էին Եվրամիության հետ, եւ թե հիմա արդեն մենակ մնացած Եվրամիությունը, որը հակադրության մեջ է Թրամփի հետ, խոսել են շատ բացահայտ։ Եթե իրավիճակը փոխվի Միացյալ Նահանգներում, արդյոք կփոխվի Միացյալ Նահանգների Եվրամիություն հարաբերակցությունը, այդ թվում միջին միջանցքի, հետեւաբար Թրամփի ուղու վերաբերյալ։ Սա տեսական հարց է, որովհետև դեռ պետք է հասկանալ Միացյալ Նահանգներում իրավիճակի փոփոխությունը ինչ սցենարով կարող է լինել։ Օրինակ Թրամփը կարող է դադարել լինել նախագահ, եթե պարտվի միջանկյալ ընտրությունը, բայց սա նշանակում է, որ նախագահ կլինի Ջեյ Դի Վենսը։ Եվ իր հերթին հարց է առաջանում. արդյոք այդ տրամաբանության տեսանկյունից հատկապես Եվրոպայի հանդեպ առավել կոշտ ռետորաբանության աչքի ընկած Դի Վենսը կարող է ունենալ այլ մոտեցում։ Իհարկե ոչ։ Հետևաբար դարձյալ գալիս եմ մտքին։ Միացյալ Նահանգների առաջնահերթությունը Թրամփի ուղու մասով ներկայումս Չինաստան-Եվրոպա սխեմայի արգելափակումն է, միջին միջանցքում արգելապատնեշի ձևավորումը։ Այստեղ բնականաբար գալիս է այն, թե ինչ կհակազդեն Չինաստանն ու Եվրոպան։ Մենք տեսնում ենք Եվրոպայի ակտիվ ջանքը Հայաստանում ներգրավվածություն ունենալ, հատկապես նախընտրական process-ի առիթը օգտագործելով, այդ այսպես ասած հիբրիդային գրոհների դեմ հակազդեցության առիթը օգտագործելով, իսկ իրականում պարզապես Հայաստանում հաստատվելու եւ ներկայությունը ընդլայնելու, քաղաքական ազդեցությունը ընդլայնելու հնարավորություններ փնտրելով եւ ինստիտուցիոնալ մեխանիզմներ սահմանելով։ Չինաստանի պարագայում թերևս նկատվում է որոշակի ավելի հանդարտ կամ պասիվ մոտեցում, թեպետ Պեկինը գուցե առավել ակտիվ է վրացական ուղղությամբ։
Այս տեսանկյունից ի դեպ ուշադրության արժանացնենք, որ Միացյալ Նահանգների վարչակազմը վերջին շաբաթներին որոշակի ավելացրել է իր ուշադրությունը Վրաստանի նկատմամբ։ Թրամփի պաշտոնամուտից հետո պաշտոնական Թբիլիսին բազմաթիվ անգամներ հայտարարում էր, որ պատրաստ է ռեստարտի ենթարկել նահանգների հետ հարաբերությունը։ Գիտենք Վրաստան-Եվրոպա բարդ հարաբերության հանգամանքը։ Եվ այստեղ Միացյալ Նահանգները տևական ժամանակ Թբիլիսին չէր արժանացնում ուշադրության, բայց վերջին շաբաթներին նկատվում են փոխադարձ շփումների ակտիվացում եւ նախանշվում է առավել ակտիվ ռեժիմ։ Այստեղ եւս Վաշինգտոնը թերևս կփորձի տարածել արգելապատնեշը Չինաստան-Եվրոպա միջին միջանցքի ճանապարհին։ Եվ այստեղ հարց կառաջանա, Եվրոպան եւ Պեկինը արդյոք կարող են այս խնդիրների համատեքստում գալ որոշակի համաձայնության Կովկասում ապակայունացման ռեժիմի վրա խաղադրույք կատարելու տեսանկյունից։ Սա հարց է, որը շատ էական է եւ որը բացարձակապես տեսական չէ։ Եվ այս առումով է նաև, որ երբ Հայաստանում փորձ է արվում ներկայացնել, թե Թրամփի ուղին դա խաղաղության երաշխիք եւ գրավական է, այդ փորձերը բացարձակապես նախընտրական քարոզչական տրամաբանությամբ են, որովհետեւ Թրամփի ուղին ստեղծել է աշխարհաքաղաքական շահերի եւ սխեմաների բախման բավականին խիտ հանգույց եւ բավականին խիտ ռեժիմ իր տողատակում եւ իր համատեքստում։ Սրա մի վկայություն է նաև այն, որ Ռուսաստանը աննախադեպ ձևով արձագանքեց օգոստոսի 8-ից ի վեր Թրամփի ուղու վերաբերյալ իր գնահատականներում։ Օրեր առաջ, ի դեպ Պուտին-Փաշինյան հանդիպումից անմիջապես հետո փոխվարչապետ Օվերչուկը 10-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թրամփի ուղին ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրով հաստատված ռեգիոնալ անվտանգության կայուն բալանսի խախտում է եւ չի լինի անվտանգություն, քանի դեռ խախտված է Թուրքմենչայի պայմանագրի տրամաբանությունն ու ոգին կամ քանի դեռ խախտվելու միտում ունի Թրամփի ուղու ծրագրով։ Սա Ռուսաստանի բավականին կոշտ հայտներ այս process-ում։ Ընդ որում, այստեղ շատ էական էր հենց Թուրքմենչայի պայմանագրի հիշատակումը Իրանի շուրջ ներկայիս զարգացումների համատեքստում։ Եվ այստեղ առերևույթ թվացյալ ռուս-ամերիկյան հակադրությունը այս տեսանկյունից կարող է իրականում պարունակել շատ ավելի երկխոսության հեռանկար, որովհետև մեծ հաշվով Վաշինգտոնն ու Մոսկվան ռուս ներողություն Չինաստան-Եվրոպա այդ սխեմայի որոշակի դաշնակիցներ են, այդ սխեմայի արգելափակման, արգելապատնեշի որոշակի դաշնակիցներ են, եւ հետեւաբար միջին միջանցքի հարցում այդ արգելապատնեշը կառուցելու տեսանկյունից նրանք կարող են լինել գործընկերներ եւ երկխոսել հեռանկարների շուրջ։ Ես այս առիթով բազմիցս մատնանշել եմ հանգամանքը, որը Հայաստանում գրեթե չէր նկատվում կամ գրեթե չի խոսվում այդ մասին։ Օգոստոսի 8-ի համաձայնությունից ընդամենը 2 օր առաջ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը Մոսկվայում բանակցում էր Պուտինի հետ 3.5 ժամ եւ այդ բանակցության ընթացքում ձեռք բերվեց օգոստոսի 15-ին Ալյասկայի հանդիպման պայմանավորվածությունը, այսինքն եղան էական համաձայնություններ, եթե պայմանավորվեցին հանդիպելու վերաբերյալ։ Եվ պատկերացնել, թե 2 օր անց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կարող էր տեղի ունենալ Ռուսաստանի համար ռազմավարական ռիսկեր ստեղծող մի գործընթաց, թերևս կլինի շատ միամիտ։ Եվ ավելին, ես մատնացույց եմ արել նաև հանգամանքը, որ մինչ Թրամփի ուղին դեռ ընդամենը հայտարարությունների եւ իհարկե Միացյալ Նահանգների, այսպես ասած, փաստաթղթային մակարդակով արձանագրված իրավունքների մակարդակում է, գործում է Ռուսաստանի կոորդինատորությամբ ձևավորված նոր լոգիստիկ սխեման Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային տրամաբանությամբ։ Եվ այս տեսանկյունից նաև հետաքրքիր է, որ այդ լոգիստիկ սխեման ներառում է նաև Ղազախստանը, այսինքն Կենտրոնական Ասիայի ուղղությունը։ Այս ֆոնին նաև շատ հետաքրքիր է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարման թեման, որ բացեց Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե որոշ երկրներ դժգոհ են, որ հայկական երկաթուղին ռուսական կառավարման ներքո է։ Մենք պատկերացնում ենք այդ որոշ երկրները կարող են լինել Ադրբեջանը եւ Թուրքիան, եւ իսկապես նրանք կարող են ունենալ դժգոհություն, փորձելով ստեղծված բարդ աշխարհաքաղաքական հանգույցում Հայաստանի հարցում ստանալ առավելագույնը։ Բայց արդյոք Եվրամիությունը չէ նաև այդ դժգոհության հիմնական աղբյուրներից մեկը, որովհետև մեծ հաշվով ստացվում է, որ Թրամփի ուղին Հայաստանի
հարավային գոտում ամերիկյան իրավունք է արձանագրում, իսկ ավելի վերևի հատվածով Հայաստանի առավել այսպես կենտրոնական եւ հյուսիսային հատվածով անցնող լոգիստիկան փաստացի երկաթուղային իմաստով նվազագույնը գտնվում է Երևանի եւ Ռուսաստանի հարաբերության եւ ռուսական կառավարման տիրույթում։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է դառնում նաև այն առաջարկը, որ Փաշինյանը Եվրախորհրդարանի ամբիոնից բարձրաձայնեց, թե Ադրբեջանին պատրաստ են ավտոմոբիլային ճանապարհ տրամադրել Կորնիձոր, Եղեգնաձոր, Երասխ, Նախիջևան տրամաբանությամբ։ Արդյոք սա Եվրոպային որևէ փոխզիջում առաջարկելու քայլ կամ մտադրություն չէր այն համատեքստում, որ այդ ուղին էլ Ադրբեջանի համար կարող է, այսպես ասած, ուղեկցողի դեր ապահովել Եվրամիությանը։ Սրանք շատ էական հարցեր են, որոնք պետք է Հայաստանի Հանրության ուշադրության եւ քննարկման առիթ լինեն, նաեւ առարկան լինեն, որովհետեւ քարոզչական այն մատուցումները, որ արվում են Թրամփի ուղու վերաբերյալ, գործնականում շատ ավելի շեղում եւ կտրում են իրականությունից, փորձելով ներկայացնել մի այսպես վարդագույն պատկեր եւ համարել, որ այդ ծրագրով լուծվել են Հայաստանի բոլոր հարցերը եւ առաջին հերթին անվտանգային հարցերն ու տնտեսական բարգավաճման հեռանկարները։ Իրականում որևէ ողջախոհմարտ չի կարող դեմ լինել Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսական զարգացման ու բարգավաճման որևէ առարկայական ծրագրի, հատկապես եթե դա ապահովում է նաեւ Հայաստանի քաղաքական, տնտեսական սուբյեկտությունը եւ շահերն ու իրավունքները։ Բայց կրկնեմ, մենք գործ ունենք իսկապես բարդ հանգույցի, բավականին խիտ հանգույցի հետ, եւ այստեղ մենք պետք է աչալրջորեն դիտարկենք բոլոր քաղաքական սխեմաները եւ հնարավոր սցենարները եւ հասկանանք, որ ոչ թե լուծումներ են գտնված դիցուք Թրամփի ուղով, այլ պարզապես ձևավորված է նոր ստատուս քվո միջանկյալ իմաստով, որը դեռ տրանսֆորմացիայի է ենթարկվելու Կովկասի շուրջ գլոբալ առումով ստատուս քվոյի համար շարունակվելիք պայքարում։ Կովկասի հարցը բացարձակապես փակ չէ, հետեւաբար Թրամփի ուղին ոչ թե հարցեր է լուծել, այլ ստեղծել է դիրքեր տարբեր խաղացողների համար։ Որոշների համար գուցե նպաստավոր, որոշների համար անբարենպաստ, բայց սա պարզապես դիրքավորում է եւ ոչ թե հարցերի լուծում։ Հայաստանի Հանրությունը խնդրին եւ թեմային պետք է մոտենա այս տեսանկյունից, հետեւաբար նաեւ այս տեսանկյունից քննարկի, թե ինչպես է հնարավոր այս process-ում վերականգնել Հայաստանի քաղաքական սուբյեկտությունը, որովհետեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը ակնհայտորեն դադարել է լինել էական քաղաքական սուբյեկտ, դառնալով միայն պարտավորություններ կրող միավոր եւ զրկվելով այն հնարավորություններից, որ օրինակ նոյեմբերի 9-ի բավականին վատ թվացող, պարտության հետևանք թվացող, բայց օգոստոսի 8-ի փաստաթղթի համեմատ Հայաստանին շատ ավելի իրավունքներ եւ հնարավորություններ վերապահող փաստաթղթի նկատմամբ։ Եվ այս տեսանկյունից մենք իհարկե պետք է լրջորեն քննարկենք Հայաստանի սուբյեկտությունը վերականգնելու հարցը, առանց պատրանքների եւ առանց հասկանալու կամ թյուրըմբռնելու, թե սա նշանակում է վերականգնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այստեղ մենք Հայաստանը որևէ ռեգիոնալ ստատուս քվո վերականգնելու, թեկուզ փաստաթղթային իմաստով, հնարավորություն չունի եւ ցավոք սրտի տեսանելի ապագայում չի էլ ունենա այդպիսի հնարավորություն։ Հայաստանի խնդիրը մեկն է՝ ունենալ քաղաքական սուբյեկտություն, վերականգնել իր քաղաքական սուբյեկտությունը, որպիսի հետագա ստատուս քվոյի շուրջ հետագա անխուսափելի զարգացումներում Հայաստանը այլևս դիրքավորվի ոչ թե իր շահերի հաշվին, այլ իր պաշտպանական կարողությունների, սա չի ներառում միայն ռազմական տրամաբանություն, այլ նաև առաջին հերթին տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, մտավոր, աշխարհայացքային եւ այլն։ Հայաստանը դրանով պետք է ավելացնի իր սուբյեկտությունը, որի հիմքը պետք է լինի նաև ներքին հասարակական հարաբերությունների վերականգնումը։ Ահա սա է խնդիրը։ Սրանով մասնակցել հետագա process-ներին, որպիսի դրանք ծավալվեն արդեն ոչ թե մեր հաշվին, այլ ծավալվեն մեզ համար հնարավորությունների ավելի շոշափելի հեռանկարով։